Լուծենք 126 խնդիրը։ Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ 20 կմ/ժ է, իսկ հոսանքի հակառակ ուղղությամբ 12 կմ/ժ է։ Պետք է գտնենք գետի հոսանքի արագությունը եւ նավակի արագությունը կանգնած ջրում։ Ինչ է նշանակում նավակի արագությունը կանգնած ջրում։ Նավակ ունի որոշակի արագություն, շարժիչի զարգացրած արագություն եւ գետը, որը հոսում է, օգնում է, որ նավակը ավելի արագ ընթանա։ Նավակի արագությունը նշանակենք x-ով, x կմ/ժ, գետի արագությունը y-ով, y կմ/ժ։ Մեզ տրված է, որ նավակի արագությունը գետի ուղղությամբ 20 կմ/ժ է։ Դա նշանակում է շարժիչի զարգացրած արագությունը նավակի սեփականը եւ գետի արագությունները գումարվում են։ Դրանց գումարն է 20։ Իսկ որ նավակը հետ է գալիս, գետին հակառակ է լողում, ապա շարժիչի զարգացրած արագությունից պետք է հանել գետի արագությունը։ Տրված էր 12։ Ինչպես լուծենք հավասարների համակարգը։ Կարող գումարել կամ տեղադրման եղանակով, հա, ոնց կուզեք։ Ենթադրենք վերևից y-ը արտահայտենք 20 - x եւ տեղադրենք ներքևում x-ից հանած 20 - x հավասար 12։ Եվ լուծենք այս հավասարումը, ինչ կլինի x - 20 + x հավասար է 12, 2x-ը հավասար է -20-ը կտեղափոխվի 32x-ը ստացվում է 16 կմ/ժ, դա նավակի արագությունն էր։ Իսկ y-ը գտնելու համար 1/1-ից, օրինակ վերևից կարող ենք գտնել 20-ից հանում ենք 16, 4 կմ/ժ գետի արագությունն էր։ Կարելի էր ոչ թե տեղադրման եղանակով աշխատել, այլ գումարման։ Եթե գումարեինք երկու հավասարումները, կունենայինք x + y գումարած x - y հավասար է 20-ին գումարած 12 32, y-ները ոչնչացան, 2x-ը հավասար է 32, x-ը հավասար է 16 կմ/ժ։ Նույնը արդեն ստացանք գետինը կգտնենք։